Զուտ գաղափարական եւ բովանդակային առումով, ինչպես նաեւ իմ գործընկերոջս նախկին նախաձեռնությանը, որը որ եւս էլի կապված էր գումարի հետ, այսինքն այն քաղաքացիներին, որոնց փաստացի քրեական գործեր կան, զորակոչին չներկայանալու եւ բանակում չծառայելու համար, որտեղ որ էլի գումարի դիմաց ազատվում են քրեական հետապնդումից եւ պատասխանատվությունից, գաղափարապես այս նախագծին է ըստ էության դեմ եմ, բովանդակային առումով կարծում եմ այն հիմնավորումները, որոնք որ գործընկերս թիմակիցս բերել է, այդքան էլ ամուր չեն, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա։ Ինչու եք դեմ։ Ասում եմ գաղափարական առումով, որովհետև կարծում եմ, որ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում այն մարտահրավերները, որոնք որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության առջև, այս նախագիծը իր տրամաբանությամբ մի քիչ մեր կոնցեպտը փոխում է։ Այսինքն փողի թեման երբ որ մտնում է, ստացվում է, որ հայրենասիրությունը, այսպես պետության նկատմամբ պարտավորությունը վերածվում է առևտրի, դա նկատի ունեք, թե այլ բան եք կարծում եք։ Մի քիչ արժեզրկում է հայրենիքի պաշտպանության ոչ թե դա ավելի որոշակի առումով, հա, բայց ոչ թե արժեզրկում է կարծում եմ, այլ նյութականացնում է ավելի շատ։ Երևի ավելի ճիշտ տենց կլինի ասել, բայց խնդիրը ոչ թե ինձ համար դրա մեջ է, այլ խնդիրը հետեւյալի մեջ է, որ երբ որ պարտադիր է եւ պարտավոր ես, դա քո քաղաքացու պարտքն է։ Իմ կարծիքով պետությունը այստեղ պետք է աշխատի, որպեսզի դա քեզ մոտ ձևավորվի նաև ոչ միայն որպես պարտավորություն, այլ նաև որպես առաքելություն։ Բայց այդ տեսանկյունից թե պաշտպանության նախարարությունը, թե ընդհանրապես պետությունը ահռելի մեծ աշխատանք ունի անելու բանակի այս մեկը կասի բարեփոխումներ, ես կասեմ վերափոխումների կոնտեքստում, որովհետև կարծում եմ մենք այդտեղ շատ մեծ խորքային աշխատանք ունենք անելու այդ կերպարանափոխման ընդհանրապես զինված ուժերի տեսանկյունից, որպեսզի մեր քաղաքացիների մոտ պատանակությունից սկսած, այսինքն այն տարիքից սկսած, երբ որ ի վերջո իրենք պետք է նրան հասնեն 18 տարեկանին եւ պարտավոր լինեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, իրենց մոտ դա նաև ձևավորվի որպես առաքելություն, որտեղ հայրենիքի պետության սահմանները պաշտպանելը դա նաև առաքելություն է, ոչ միայն պարտավորություն։